Ինչի են նեղված դուք ասեք։ Հա։ Տիկին Բաղդասարյան մի հատ պարզ է։ Բարև եղբայր, բարև։ Լավ։ Շնորհակալություն եմ հայտնում անձամբ այս ճանապարհիների համար։ Ինչ ճանապարհ, ինչ ա արել։ Որ նորմալ ճանապարհով։ Հալա վերջացեք 17 թվից սարքած ճամփեր։ Չէ։ Առաջ շաբաթը մեկ շարավոգը փոխեինք։ Իսկ հիմի նորմալ կեստանք կուկանք։ Բարեպաբոր։ Հա, բայց 17 թվից է սարքած եղել իզուր մի։ Շատ շնորհակալություն, պարոն Փաշինյան։ Դաժե 2007 թվից է սարքած եղել, ինչ 17։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզի, բարև ձեզ։ Այս անգամ անունդ ինչ է լավ։ Ես երկու հաղթով եմ դիմել ձեզ։ Են հարցով մի բան եղավ, թե չէ։ Դադարանում է, վերաքենիշ դադարանում է, հողերի վիճակի մնում է, հայտարարակ վիճակ է։ Ես այդ մարդին չեմ խոսում, պարոն Վարդապետ։ Գնամ երկու հաղթով դիմել։ Հա, իհարկե։ Կարևոր պետական։ Առաջերտին, այս գաստրոլիոնների թեմը մենք չենք կրնա առնե։ Թռավները ներտն փող են շինեմ, կանընձի ղեկավարեն, հա? Ես այստեղ արուն թափեմ, քարը քարին տնեմ, տառապի մաշկատեմ, իրանք այդան փող շինեն, կանստեղ։ Բայց մի րոպե, նախ ղեկավարեն, չղեկավարեն, դուք պետք է որոշեք։ Ես չէ, օրենք չկա, որ իրանք իրավունք ունին 4 տարիների 5 տարի Հայաստանի քաղաքացի կամ ես ինչ որ օրենքի մեջ մտնին, իրանք ես չեմ ուզում իրանք այդպես են ամեն հասնող։ Մի րոպե, ինչի մասին է խոսքը։ Տաշիրի Սամոյի։ Դե ինքը չի կարա տեխնացուրնի ընդհանրապես։ Դե ես ասում եմ արկել դերեք մեջ են, ես վիավորված եմ ինձ։ Արկել դրած է, չի կարա, ինչ արկել դնենք։ Մյուսը, լավ, շնորհակալություն, մյուսը։ Ես 3-րդ անգամ եմ ես թեման շոշափեմ։ Մեր թաղամասը։ Տիկին Նազելին շատ լավ գիտե։ Մեր տունն էլ եղել է։ Շատ վատ վիճակում է։ 3-րդ անգամ նույն անգամ խոսում ենք այս թեմա շուրջը։ Մեզ թաղամաս չէ, մեր 2-3 շենք է, բարեկարգման հարցը կարելի է լուծել։ Միանշանակ։ Ես տարի կրանք կոյների, հնար չկա։ Հարգելիս, տեսեք, ելի, տեսեք, խնդիրը։ Հիմա բազմաթիվ բակեր այդ նույն վիճակում են եւ չկա մի բակ, որ մենք ասենք, գիտեք, ժողովուրդ, այս բակը չենք սարքելու։ Պրոբլեմն է նա, որ հերթով պետք է անենք։ Մենք այսօր, ժողովուրդ ջան, մենք այսօր ինչ խնդիր ունենք։ Մի ժամանակ մեզ թվում էր, թե ֆինանսավորումը լինի, բոլոր հարցերը կլուծվեն։ Բայց մենք այսօր խնդիր ունենք, մեր շինարարական ընկերությունները մրցույթները շահում են, չեն կարող անեն, անում են լավ որակով չեն անում, եւ այլն։ Այսինքն մենք հիմա եթե բոլորն էլ դա նախագիծ պետք է արվի, այսինքն մենք այդ process-ը երբեմն ճիշտ չենք պատկերացնում։ Ընդ որում, այն հիշում եք, մի ժամանակ ավանդույթ կար, ընտրությունների ժամանակ դեմը որ գալիս էին ասֆալտներ էին փռում, առանց նախագծի, առանց բանի, երկրորդ անձրևից հետո գնում են։ Այսինքն հիմա արվում է, տեսեք ճանապարհը արվել է, կոյուղին է փոխվում եւ այլն։ Էդել ենք, ես որ ասում եմ, սովորում ենք։ Բան են անում, ասում են, չգիտեք, բայց երկրի ինստիտուցիոնալ հիշող մենք այնքան դեպքեր ենք ունեցել, որ ասֆալտ ենք արել, հետո պարզվել է, որ տակի խողովակը պետքա փոխվի։ Բայց այդտեղ գոնե փոխել ենք, չէ, անելուց ասֆալտից հետո։ Հիմա այսինքն նկատի ունեմ, մենք ամեն բակ անելիս արվում է նախագիծ։ Մի հատ նայվում է տակը ինչ ենթակառուցված կա, բան կա փոխելու, թե չկա փոխելու։ Այսինքն նկատի ունեմ, դա process է նաև, որ ժամանակ է տանում։ Որովհետև հա կարան գաք, մենք 2-3 ճնշենք, մենք այդ ճնշվող ենք, ճնշվենք, բերենք ասֆալտը փռենք, հետո հաջորդ անգամ գանք, տենանք ջրեր տակից դուրս են գալիս։ Սրա մասին է խոսքը։ Տենց բակ չկա, տենց չկա։ Նախ մանկապարտեզի հետ կապված։ Մենք մեր նախընտրական ծրագիրի միջալոց այդ ինչի չենք բանանում արձանագրում, որ նախընտրական ծրագրի այդ հատվածն էլ է կատարված, որ մինչև 5 տարեկան երեխաների քանի տոկոսը 70% պետքա մանկապարտեզներին հասանելիություն։ Հիմա հաջորդ փուլով մենք 100%-ն ենք անելու։ Հա, բայց տենստեղ չկա, որ տենց երեխա չկա, որի համար մենք մանկապարտեզ չենք ապահովելու։ Այդ թիվը լինելու է 0։ Այս փուլում էս ենք արել, հաջորդ փուլում լինելու է 100%։ Ավելին ասեմ, մենք հիմա հաջորդ նախընտրական ծրագրով եւ կառավարության ծրագրով մսուրային ծառայություններ ենք արդեն բացելու։ Մսուրայինը չեմ հիշում ճիշտ է որտեղ 6 ամսեկանից, որ 6 ամսեկանից երեխեն մսուր գնալու հնարավորությունն է, իմիջիալով Տիկին Ավանեսյան, ստանդարտով մանկապարտեզը նաև որոշակի ուրիշ նրբություն ունի, որի մասին չենք խոսել։
Դա որոշակի երաշխիք է, որ երեխայի առողջությունը որոշակիորեն ինստիտուցիոնալ հսկողության տակ կզարգանա, որովհետև մենք ծնունդը շատ թե քիչ վերահսկելու հնարավորություն կունենանք, երեխեքը պարբերաբար բան կանեն, հետազոտության կենթարկվեն, այսինքն առողջապահական համակարգը Էլ չեմ ասում, որ սպորտային ենթակառուցվածքներ լինեն եւ այլն, ավելի համահունչ բան կլինի։ Այս տարի սնունդը փոխել ենք, պարոն վարչապետ, սննդակարգը։ Դրա համար շնորհակալ ենք, մենք աբերախ չենք։ Մենք ենք ձեզ շնորհակալ, մենք ենք ձեզ շնորհակալ։ Մենք ձեզանից շնորհակալություն չենք ուզում, մենք ձեզանից ուզում ենք համբերություն, որովհետև ուրիշ բան, եթե չլներ process-ը։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, էլի, հետաքրքիր բան է, ասենք երկու գյուղա կողք կողքի, ենթադրենք մեկի ճամփեն, երկուսին է քանդած է, երկուսին էլ հավասար չափի դժգոհ են։ Պետք է սկսենք սարքել, չէ՞։ Այս մեկինը սարքեցինք, այս մյուս կողքը, այս մի գյուղը բանա, գոհա, այս մի գյուղը նախկինից տասնապատիկ ավելի դժգոհ է։ Ասում եմ Ժորժ ջան, բայց հերթով էլի անենք, չենք կարա միանք, դա չկա, ոչ թե մենք չենք կարող, նախ տեն չի լինում, որովհետև լնում այդ նույն նախագծային խնդիրը, լնում է որ այդ մի ճանապարհը շուտ է նախագծվում, տեղանքի նրբություններ կա, այն մեկը ավելի բարդ նախագծով պետք է արվի եւ այլն, հազար նրբություն կա։ Մենք ձեզնից շնորհակալություն չենք ակնկալում, մենք ձեզնից ակնկալում ենք համբերություն։ Տեսնեք, ուղղակի խնդրում եմ, տեսեք այն ինչ որ կատարվում, Աստվածաշունչը հլա բանը Եսայու մարգարեությունից 7000 տարի առաջ գրել է, ասում է պետք է նայես, պետք է չտեսնես, պետք է լսես, պետք է չիմանաս։ Բայց ես չեմ կրում այդ հարցնեմ իմ ազատ կյանքում, դուք կան ծանրաբեռնված է, դա Աստվածաշունչ եք կարդում։ Բա պետք է կարդալ։ Մալակետ։ Ոչ այս բաժնելու մարես երեք։ Այո։ Կուզեք նվիրեմ մի հատ ձեզ։ Ընդ թող մնա պատմական հիշողություն։ Պատմական, բայց ես հիմնականում երեխեքին եմ նվիրում, էլի։ Ես էլ իմ հոր երեխին եմ։ Աստված հոգին լուսավորի։ Բոլորին նմանապես։ Հա? Իհարկե կալ է, որ ուզեցիք։ Մի րոպե, իմ ձեռով էլի, բայց իմ ձեռով։ Հաճույքով։ Ես է բախվխելով հարցնում եմ, ու այդ պատմում է ուզում եք ժողովուրդ։ Ես էլ մտածում եմ, հեսա կասեք գնա քո իրական Հայաստան։ Պարոն վարչապետ, Էսում ընկավ, բայց խնդրեմ մի ադել։ աջ կողմը, ճիշտը է, ձախ կողմը։ Սրտին մոտ։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզանից։ Ես եմ ձեզնից շնորհակալ, իսկականից եմ ասում։ Ձեր չեմ անում, շնորհակալի կարիք չկա։ Մենակ համբերություն։ Բարի։ Եսեք քեզ։ Իմ ձեռով մի հատ կպցնեմ, էլի, մի քիչ ստեղից, ոչինչ, հազար ներողություն։ Սիրուն զարդ է։ Անպայման, հաճույքով, իմ ձեռով, սենց կրծքի մոտիկ։ Մնաց 3 հատ։ Գնանք։ Իմ ձեռով ոչինչ։ Շատ ուրախ կլինի։ Հաճույք, հա։ Շատ լավ է աշխատում։ Հա, զգում եմ։ Ենք բոլորը։ Զգում եմ։ Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, տարբերակ չունեն վատ աշխատելու։ Ձեր ընտրածն է։ Բա ինչ անելու, բա որ վատ աշխատի, ոնց է խաղերեսներից նայելու։ Ես իմ ինքը տոմադար, ես մտածում Չէ, բայց պետք է այդ բանը էտել էլի, որ իսկականից երկու նրբություն կա։ Հա մի հատ բան եմ ուզում ասեմ, որը շատ կարևոր է։ Ընդհանրապես այդ դեմոնիզացիան, որ արվում է վճարված հարկերի վերաբերյալ, ասենք այս ճանապարհը ոնց է սարքվել ժողովուրդ։ Պատկերացնում եք ոնց է սարքվել այս ճանապարհը։ Այս ճանապարհը սարքվել է հետևյալ կերպ, այս ինչա խանութ, հա։ Հա, կոֆե թե։ Ստեղից թե ենք վերցրել։ ՀԴՄ վերցրել ենք։ Այդ ՀԴՄ-ից ինչ որ մի տոկոս մտել է պետական բյուջե։ Աշխատանք ենք արել, աշխատել ենք, եկամտային հարկ ենք վճարել, մտել է պետական բյուջե։
էլ ինչ կա։ Վերջը ձեր առևտրի, սպասարկման գնացել ենք միտեղ հացենքերը վճարել ենք, եթե ՀԴՄ ենք խփել, մտելա պետական բյուջե, եկել հավաքվելա պետական բյուջե եւ եկել ենք սարքել ենք։ Հիմա ասում են 17 թիվ 2025 թվի պետական բյուջե եկամուտները 135%-ով ավել է եղել, արդեն կա, քան 2017 թվին։ Պատկերացրիք, մի հատ 2017 թվի բյուջեի չափ բյուջե պլյուս 35%։ Դրա համար 600 միլիոն դրամ տվել ենք, մենք չենք տվել, դուք եք տվել։ Հիմա բանում աշտարակում բանի մի խանութ կա, ասում եմ կարակ հա, ենթադրենք կարող եք ինչ որ ձևերով հարկը չվճարել։ Շրջանառության հարկով աշխատող եք։ Ասում եմ բայց հիմա հարցրի, ասի ձեր ծնողները թոշակառու են, ասցին հա։ Ասի բայց ձեր եթե հարկերը պահեք, ավելի քիչ, շատ ավելի քիչ եք ստանալու, քան հարկ վճարելով ստանում եք, որովհետև ձեր ծնողը թոշակ է ստանում, ավելանում է թոշակը, հետ վճարը ավելանում է, հիմա էլ ունի առողջության ապահովագրություն։ Հիմա դուք կարակ չմտածեք, որ Աստված չանի, եթե 4 միլիոն, 3 միլիոն դրամանոց վիրահատության կարիք ունենա, իհարկե էլի եմ ասում, անսահմանափակ չի, կան բաներ, որ չի փակում առողջության ապահովագրություն, չեք մտածելու, բա դա հաշիվ չի, եւ հետեւաբար դրա համար ամոթ չի, որ ասել ՀԴՄ-ն տուր, չնայած մեր վաճառողները պարտավոր են տալ, խնդրում եմ, որ տան, շնորհակալ եք նրան, ու այս դեմոնիզացիան, ես բան եմ անում, մեր պատմության գրքերը, որ նայում ենք, այդ տենց հարկերի մասին տենց խոսում էին նաև մեր պատմության գրքերում, հարկերի մասին տենց գրածա Օսմանյան կայսրությունում, այդ նույն դեմոնիզացիան բերվում աստեղ։ Նրանք, ովքեր խոսում են հարկերի դեմ, խոսում են պետության դեմ։ Շատ պարզ, շատ կոնկրետ։ Ասում են, որ թող ցեխի մեջ լինի, թող երեխեքը մանկապարտեզ չունենան, դպրոց չունենան, բանի ուրիշ երկրների բանակներից դուրս գրած զենքեր ունենանք մեզ եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց հա թեմա է, որ դեռ խոսենք։ Իսկ հարկային կարգավորումները դրանք ուրիշ բան են։ Եվ մենք այսօր Հայաստանում հարկերը ցածր են։ Հարկերը ցածր են։ Հա այն օրը նայեցինք Եվրոպայում բաները շրջանառության հարկի շեմերը ինչքան են եւ հարկերը ինչքան են։ Եվրոպայում չէ, աշխարհում, մեր տարածաշրջանում այդ թվում։ Մենք ամենացածր շեմերի մեջ ենք։ Հարց կարելի է։ Հա, իհարկե։ Ես Տիցանկով գորի բնակիչ Մամվել Պետրոսյանն եմ։ Ուրախ եմ, պարոն Պետրոսյան։ Ես էլ եմ ուրախ։ Մենք մի որոք 3000 հեկտար ջուր բան հող ունենք, բայց մենք դրան որոքման ջուր չունենք։ Այդ հարցը ինչը կլուծենք բան։ Այդ հարցը կլուծենք հետեւյալ կերպ։ Կապսի ջրամբարի ավազանում, հա։ Չէ, այստեղ մեր տարածքում Մեր տարածքում Տիցանկով գյուղը 7 տարի վարչապետ է կերել։ Նա Տիցանկով մտնեք տեսնեք։ Չեմ եղել դի թափ։ Երկրորդ գյուղն է։ Առաջի կինաշխատանքային Մարիամ Արդեոսյանը։ Հիմա ես ձեզ հետեւյալը ասեմ, որ մենք հիմա արձանագրում ենք այն օր ազգային ժողովում ասել եմ։ Չգիտեմ, ոնց որ մեր նախորդող շրջանի ամենախոշոր նպատակը բանն է, խաղաղությունն է, այս առաջիկա շրջանի ամենաառաջիկա շրջանի չնայած կարող է թվա թե իրար հետ համեմատելի չեն, ամենամեծ խնդիրը լինելու է ջրի հետ կապված խնդիրները, ոռոգման եւ խմելու ջրի հետ կապված խնդիրները եւ պետքա լուծենք, որովհետեւ առանց ջրի չի լինի։ Մեր հողը շատ Իսկ լավն է հողը։ 70-ը տալու ժամանակ 1947 թվականին առաջի կինաշխատանքային հերոսը Մարիամ Արդեոսյանը։ Դանանացանի ծրագիր ունենք 50% փոխհատուցումներ տալիս ենք։ Մենք հաշվում ենք երկնքի ծանձրը եկավ, չէ։ Ոռոգման ջրի հարցը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, բացարձակ։ Բայց մենք մի պայման ունենք, ժողովուրդ ջան։ Այն ջուրը, որ են հին ձևերով օգտագործում ենք, պետք է ջրի օգտագործման ձևերը որ դնենք, ինչ։ Տեսնենք չենք ունեցող սորենք, Խորհրդային միության վախտեր։ չի եղել ես Բայց գիտեք հասնել են 17 թվին լուծել։ Կարգավորել ենք, բայց Սարիբեգյանն ներված նոր խմելու ջուրը մեկ իշ կարգավորվել է, խմում են։ Մեր ջուրը լավ է։ Բաստոնեն Արգելից տեսեք, ասում եմ, որ
Հաջորդ շրջանում թիվ 1 առաջնահերթությունների մեջ ելնելու է ջրի խնդիր։ Սովետի ժամանակներ էր որսման ցածր կարախները անբարոյ կառուցեցին ուրեմն մաստարվա հողն ու զարժվա հողը մեզի սահմանակի ջուրի գալում հասնում են դեռ որոք Անձևը չկալում դեռ 7 կիլոմետր անցայացի դուրա ոչ մի հատ կարճ կա Հասկանալի։ առաջ ուզում են այրոպորտ սարքել։ Բայց ես դիթանքովում չեմ եղել։ Ինչի՞ բա։ Ես դերի ջրագազ կեղա չեն էտն Ինչա։ Թերգազ կեղա Քանի բնակիչ ունի, ինչքան է հեռ։ Երկրորդ գյուղն է, սա գտնվում Առաջինը որ մտնում ենք այդ գյուղն է։ Որտեղից։ կոմի թալիկոմի թալիկոմի Սամանամերձ են, դե ճանապարհ Ընտերի ճանապարհը չենք սարքել։ գետ են գնում շնորհակալ Երբ ասացվեց ճանապարհը լասը։ անցալ տարի Էդ էլ անցա, հաստատ անցած տարի է։ Այս ոնց որ ուր գրում եմ ինձ խափում են, ասում են հիմա եք սարքել, հետո պարզում են որ դա մի 20 տարի առաջ սարքել է, 4 կիլոմետր 200 մետր 4 կիլոմետր։ Բախի չեք բացում արել, մի հատ էլ ինձ հրավիրեք, որ այս մարդիկ ավարտը միջև վերջ հիմա բացումը կանեք, նորմալ գծանշումը, նշանները կդնեք, բացումը կանեք, ինձ եք կհրավիրեք։ Դե մի շարք գործում են կարող։ Չէ, ձեր գյուղի ճամփեն չի։ Ներքուղի ճամբենա մեր արդեն կալցով ենք սարքել էլի Հիմի ձեր գյուղի ճամփեն, հա դա թե չէ։ Արդեն Երևան ավելի մոտիկացել։ Հա չամանքի ղեկավար։ Հիմա բացում կկազմակերպեք, կգանք, էդ էլ առիթ է։ Սկզբից մեր թալի շրջան էր 40-50 մետրին Այդ հարցը պետք է անպայման զուգ պարոն Փաշտյան։ Որի։ Միանշանը։ Բայց